Երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը 33 տարեկան դարձավ, Հիսուս Քրիստոսին խաչը բարձրացրեցին։ Բայց ես ուզում եմ ասեմ, որ Տեր Հիսուս Քրիստոսի խաչի կյանքը 33 տարեկանում չէր, այլ 30 տարեկանից սկսվեց։ Երբ որ նա 30 տարեկան դարձավ, նա գնաց Հորդանան ջրով մկրտվելու, որովհետև այդ ժամանակ ամբողջ Երուսաղեմը, ամբողջ Իսրայելը գնում էր Հովհաննես Մկրտչից ջրով մկրտվելու, եւ Հովհաննեսն ասում էր. ես անապատում կանչողի ձայն եմ, որ պատրաստում եմ փրկչի ճանապարհը։ Եվ երբ որ Հովհաննեսը մկրտում էր, տեսավ Հիսուս Քրիստոսին, որ գալիս է, եւ ասեց. ահա Աստծո գառը, որովհետև ինձ մի նշան ա տրվել, ում վրա որ աղավնին կիջնի, նա է, որ Սուրբ Հոգով պիտի մկրտի։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը 30 տարեկանում Սուրբ Հոգով լցված, Սուրբ Հոգու հետ միացած, սկսեց գործել։ Եվ նա մեծ հրաշքներ էր անում, հիվանդներ էր բժշկում, կաղերին քայլեր էր տալիս, խուլերին լսել, համրերին խոսել, դևեր էր հանում, մեռելներ էր հարություն առնում տալիս, եւ շատ մեծամեծ հրաշքներ են լինում, որ ամբողջ Երուսաղեմը 3 միլիոնից ավել մարդ ամեն օր հետևում էր Տեր Հիսուս Քրիստոսի այն կատարած հրաշքներին եւ այն իրադարձություններին, որ Հովհաննեսն ասում է, եթե այդ բոլորը գրվեին գրքերի մեջ, աշխարհի բոլոր գրքերը բավական չէին լինի։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը 3 տարի Երուսաղեմում ամեն ուրեք խոսում էր արքայության ավետարանը, խոսում էր այն արքայության մասին, որ պիտի գար, խոսում էր այն ճանապարհի մասին, որ Աստված պատրաստել է համայն մարդկության համար, դեպի փրկություն, դեպի հավիտենություն, այս ժամանակավոր կյանքից հետո այն հավիտենական կյանքի մեջ տեղափոխվելու համար, եւ ասում էր, ես եմ այդ ճանապարհը, ես եմ այդ ճանապարհը, եւ ով որ հավատա ինձ, կփրկվի եւ հավիտենական կյանք կժառանգի։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը 3 տարի երկրի վրա իր աշակերտների հետ, 12 աշակերտների հետ, քաղաքից քաղաք, գյուղից գյուղ շրջում եւ խոսում էր արքայության ավետարանի մասին։ Եվ մի բան էր ասում, որ գալու է ժամանակ, որ մարդի որդին մեղավոր մարդկանց ձեռքով խաչն է բարձրանալու եւ չարչարվելու է, դրվելու է գերեզման, բայց երրորդ օրը հարություն առնելու։ Աշակերտների համար սա շատ ցավալի եւ անընդունելի մի բան էր։ Նրանք չէին ուզում կորցնեին իրենց տիրոջը, որտեղ նրանք շատ ապահով էին ապրում Հիսուս Քրիստոսի հետ, շատ հրաշալի էր աշակերտների համար երկրի վրա կյանքը։ Նրանք ապրում էին անհոգ եւ օրհնված։ Եվ ամեն օր տեսնում են ինչպես է իրանց Տերը մեծամեծ հրաշքներ անում, գերբնական, որ ողջ մարդկությունը երբեք չէր տեսել նման բան։ Եվ երբ որ լսում են, որ Տերը ասում է, որ ես պիտի գնամ, նրանց սիրտը տրտմում էր, բայց Տերը մի բան էլ ասեց, ես գնալու եմ, բայց գալու եմ, եւ ես ձեզ որբ չեմ թողելու, եւ ես մի ուրիշ մխիթարիչ եմ ուղարկելու ձեզ, Սուրբ Հոգին, եւ նա կգա, եւ գալիքները կպատմի ձեզ, եւ այն ամենը, ինչ որ ես ձեզ խոսեցի, կհայտնի ձեզ։ Աշակերտները չէին հասկանում, ինչպես Տերը պիտի գնա, եւ ինչ որ մեկը նորից պիտի գա իրան փոխարինելու երկրի վրա, որ նրանք իրենց որբ չզգան, որովհետև նրանք շատ ապահով էին զգում, ինչպես երեխան իր ծնողի խնամքի եւ հոգատարության ներքո։ Աշակերտների համար Հիսուսը հայր էր դարձել, ծնող, սիրող, որ երբեք ու երբեք նրանք չէին տեսել այդքան մեծ հոգատարություն, նրանք չէին տեսել այդքան մեծ սեր, խնամք, ապահովություն, պաշտպանություն, նրանք հանդիպել էին երկիր արարիչ Աստծո որդուն, թագավորների թագավորին, տերերի տիրոջը, որ ոչ մի իշխան, ոչ մի կայսր այդ ժամանակաշրջանում չէր կարողանում հավասարվել եւ որևիցե մի կերպով արգելել
Տեր Հիսուս Քրիստոսի այդ հզոր եւ մեծ ընթացքին, որ նա անցկացնում էր երկրի վրա։ Գիտեք, այդ ժամանակ ռոմեական կայսրությունը շատ դաժան էր։ Եվ նա շատ դաժան էր վարվում նրանց հետ, ովքեր որ իրենց շուրջը կհավաքեին նույնիսկ ընդամենը 15 հոգի։ Նրանք բանտարկում էին, ոմանց մահապատժի են ենթարկում։ Բայց Տեր Հիսուս Քրիստոսի երկրավոր ժամանակավոր կյանքը հռոմեական գերիշխող եւ շատ ահավոր արնահեղ կայսրության ժամանակաշրջանում Տեր Հիսուս Քրիստոսի գործունեությունը ուղղակի հրաշք էր։ 3 տարի նա երկրի վրա որպես թագավոր շրջում էր փողոցներով։ Նա ոչ մի պալատ չմտավ, նա ոչ մի հարմարավետ տան մեջ չմնաց։ Երբ որ նրան ասում էին, որտեղ է քո տունը վարդապետ, ասում էր, երկինքի թռչունները բույներ ունեն, դաշտի գազանները որջեր, բայց որդի մարդու գլուխը դնելու տեղ չունի։ Ինչպես է դա լինում, որ մեկը ունելով այդպիսի մեծ իշխանություն, ունելով այդքան մեծ զորություն, չուներ երկրի վրա միտեղ որ ապրեր։ Գիտեք, այսօր շատերը Տեր Հիսուսի անունով աշխատում են, ծառայում են, գործում են, շատ մեծ հարստություն ունեն։ Նույնիսկ ոմանք վախենում են դուրս գան մարդկանց մեջ Տեր Հիսուս Քրիստոսի նման, շրջելու, խոսելու, քայլելու։ Հիսուս իր աշակերտներին ասում էր գնացեք որպես գառներ գայլերի մեջ, հիվանդներին բժշկեք, գերիները ազատ արձակեք։ Գիտեք, ժամանակի ընթացքում Տեր Հիսուս Քրիստոսի անունի հետ կապված շատերը շատ մեծ սխալներ արեցին։ Ոմանք այդ անվան ներքո իրենց անձնական կյանքը ապահովեցին, բարելավեցին, հարստություն ձեռք բերեցին, փառք, տիտղոս, բայց Հիսուս դրա համար չէր եկել աշխարհ, որ մենք կարիերա անենք։ Հիսուս չէր եկել աշխարհ, որ մենք փառավոր հանդերձներ հագնենք եւ մարդիկ մեր հետևից գան մտածելով, որ մենք ընտրյալ ենք Աստծո կողմից եւ մեզ էլ պետքա շատ լուրջ եւ շատ ակնածանքով մարդիկ մոտիկանան։ Իհարկե Աստված սեր է, Աստված սիրում է, որ մենք իրար հարգում ենք, բայց մարդը պիտի չլինի պաշտամունքի գիզակետում, կենտրոնում, որտեվ այդ պաշտամունքի ու փառքի արժանի միայն մեր Տերն է։ Բայց շատ մարդիկ ցավոք սրտի Աստծո փառքը գողացան։ Շատ մարդիկ ուզում են ավետարանը կարդան եւ տեսնեն ինչպես Հիսուս Քրիստոս այդպիսի մեծ հեղինակություն ձեռք բերեց երկրի վրա եւ իրանք փորձում են կրկնօրինակեն Հիսուսին եւ մարդկանցից փառք եւ հարգանք պատիվ վայելեն։ Մարդիկ փորձում են դառնան Հիսուս Քրիստոս մարդկանց համար, բայց Հիսուս Քրիստոս անկրկնելի է, նա միակն է, նա աննման է, նրա նմանը չկա, չի եղել եւ չի լինի։ Մենք Քրիստոս չենք դառնա, մենք Քրիստոսի կերպարը երբեք չենք կարող կրկնօրինակենք, բայց մենք նրա անունով, երբ որ գործում ենք, մեր գործերի արդյունքն ու հեղինակը նրանն է, որտեվ նա է փառավորվում, երբ որ ես աղոթում եմ կամ դու աղոթում ես ինչ-որ մեկի համար բժշկվում է, ազատագրվում է, դա մենք չենք անում, դա նա է անում, դա նրա հոգին է անում։ Եվ մենք ավետարանը չենք կարդում, որ Հիսուս Քրիստոսի նման երկրի վրա թագավորներ ու իշխաններ դառնանք։ Մենք ավետարանը կարդում ենք, որ ավելի մոտիկից ճանաչենք նրան, որ եկավ մեզ փրկելու,